сейчас есть два подхода у Назик Авдалян обойти Оксану Сливенко. Получится ли? Итак, 147 килограммов на штанге. Понятно, что в данном случае уже никаких 150 не нужно Назик Авдалян. Но посмотрим, насколько справедливо вот это правило тяжелой атлетики. Сработать на 6 подходов. И тогда все будет хорошо. Будет ли? Ой, толкает. Ой, толкает Назик Авдалян. 147 уже второй попыткой. Сегодня Назик Авдалян первая на чемпионате мира. И вот вам фляг назад, аж со шпагатом, пожалуйста. Ուշադրություն, սիրելի բարեկամներ, հարթակին Նազիկ Ավդալյանն է Հայաստան։ У Назик Авдалян. И Назик Авдалян. Назик Авдалян. Նազիկ Ավդալյան։ Назик Авдалян. Տարի առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հրաժեշտ տվեց սպորտին։ Վնասվածքից հետո բժիշկներն ասեցին, որ այլևս չես կարողանա սպորտ վերադառնալ։ Նույնիսկ այդ խոսքերն ինձ համար այդքան նրական նշանակություն չուներ, որովհետեւ ես գիտեի, որ վերադառնալու եմ սպորտին։ Առանց վնասվածքի երիտասարդ, թարմ, հիմա 29 տարեկան է, լուրջ վնասվածքով, բայց ինչ մարտական կամք ունի, ինչ ոգի ունի եւ ինչ բնատուր ֆիզիկական տվյալներ։ Ուշադրություն, սիրելի բարեկամներ, ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ է, հարթակին Նազիկ Ավդալյանն է Հայաստան։ Կանգնել Նազիկ, ապրեց, վերևում։ Այդ Նազիկ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ապրեց, կեցես Նազիկ, այսպես են դառնում Եվրոպայի չեմպիոն, բրավո Նազիկ, երազանցելույթ և Նազիկ Ավդալյանը հռչակվում է Եվրոպայի չեմպիոն, կեցես, այսպես են դառնում Եվրոպայի չեմպիոն, բրավո, Նազիկ Ավդալյան, հիմա տեսնում եք, որ դրաման էլ կարող է երջանիկ ավարտ ունենալ, ձեր էկրաններին հրաշքն է, հրաշքը, Նազիկ Ավդալյան, 7 տարի հետո բաթվո հարթակ կբարձրանա, ինչ վնասվածքից հետո, ինչ իրավիճակներից դուրս գալուց հետո, Փառք ու պատիվ Նազիկ Ավդալյանին, ուղղակի երջանկությունս չեմ կարողանում թաքցնել, սիրելի բարեկամներ։ Բարև հայ ազգիս, ես իմ հաղթանակը այ հիմա իսկականից կարող եմ ասել իմ հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղեկին։ Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։ Այսօր Նազիկ Ավդալյանն ու որդին Վաչե Ավդալյանն են ողջույն։ Այսօր միասին կքայլենք Նազիկ Ավդալյանի
կյանքի ուղին։ Աշխարհի Եվրոպայի չեմպիոնի հետ, ով ունի ամենակարևոր կարգավիճակը նաև, վաճե։ Իմ մայրիկի Նազիկ Ավդալյանի հետ։ Իսկ մինչ այդ մեր տաղավարում է Նազիկ Ավդալյանը։ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան։ Այսօր իրականում շատ կարևոր թեմա ունենք զրուցելու, խոսքն իհարկե Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի մասին է։ Նա առաջին հայկինն է, ով դարձել է աշխարհի չեմպիոն, եւ այսօր նա նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի մասին ենք խոսելու։ Մեր հյուրն է ֆանտաստիկ Նազիկ Ավդալյանը։ Այն ճանապարհը, որ ես անցել եմ, ուզում եմ փոխանցել սերունդներին եւ դրա համար պետք է ստեղծել հիմնադրամ, որպեսզի ավելի տեսանելի լինի եւ որպեսզի ավելի մեծ լինեն հնարավորությունները իրականացնելու այն, ինչի մասին երազում եք։